Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը թարմուղեղով հաղորդաշարն է եթերում եւ խոսելու ենք այսօր գթասրտությունից եւ մարդասիրությունից։ Մեր հյուրն է Հայկ Մարտիրոսյանը, Յոհաննես Լեպսյուսի տուն արխիվի գիտաշխատող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Հայկ, ես եմ շնորհակալ, որ ժամանակ եք գտել մեր տաղավար այցելելու համար։ Բնականաբար մեր թեմայի, այսպես ասած, հիմքում կլինի ձեր գիրքը, ես ցույց տամ մեր ռադիոդիտողների համար, գիրքը այս պահին գերմաներեն լեզվով է իմ ձեռքում։ Ես չգիտեմ, արդյոք հնարավոր է ձեռք բերել, եթե ցանկություն լինի, թե չէ, դուք դա ինձ կպատմեք, գիրքը հիմնականում օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ գերմանական միսիոներական առաքելությունների մասին է, հա, որքան ես եմ հասկանում։ Մի քիչ պատմեք, ինչի մասին։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է գրքի ձեռք բերելուն, դա միայն պետք է պատվիրել on-line հարթակում, հնարավոր է նաև պատվիրել PDF տարբերակը, էլեկտրոնային տարբերակը։ Հայաստանում ընթերցանու, եթե ցանկանում են ընթերցել, այս պահին հասանելի Հայոց Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի գրադարանում եւ այս վերջին օրինակը երկու օրից կլինի նաեւ Ագիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում։ Ինքը միայն գերմաներեն լեզվով է։ Այս պահին գիրքը միայն գերմաներեն է։ Մենք ջանքեր դնում ենք գիրքը հայերեն կամ անգլերեն, գուցե նաեւ երկուսն էլ թարգմանելու ուղղությամբ, ուղղակի այդտեղ կա հեղինակային իրավունքների խնդիր, ինչը Գերմանիայում մի քիչ ավելի գումարների հետ է կապված նաև մասնակցորեն ու նաև թարգմանության հետ կապված ծախսերի։ Տեսնենք, ես հուսով եմ գոնե մի լեզվով կստացվի մոտակա տարում կամ 2 տարում թարգմանել։ Ահա։ Շատ լավ։ Միսիոներական առաքելության մասին։ Ես մի այսպիսի կարծիք ասեմ, որ հավանաբար դուք եք լսել, որ մի կողմից այսօր, երբ որ խոսում են նման առաքելությունների մասին, ասում են, այո, իհարկե, դա մարդասիրություն էր, դա գթասրտություն էր, բայց նաև դա փափուկ ուժ էր, դա մի տեսակ հայերին, հայկական եկեղեցու եւ հայկական հավատքի ուղեցրից շեղելու փորձեր, ավելի իրենց ավելի հարմար դարձնելու փորձեր, որն է այստեղ ճիշտը ձեր դիտարկումները։ Երկուսն էլ ճիշտ են, ի վերջո, երբ ստեղծվեց հայ ավետարանական եկեղեցին եւ նաեւ հետագայում հայ կաթոլիկ, դա հենց առաքելությունների գործունեության արդյունք էր։ Սկզբից 1835 ճանաչվեց արդեն պաշտոնապես հայ կաթոլիկ համայնքը, 1846-ին հայ ավետարանական համայնքը, բայց բնականաբար գործունեությունն եղել է ավելի առաջ, դրանից առաջ ավետարանականների դեպքում մեծ ազդեցություն գործեցին ամերիկյան միսիոներները, հայ կաթոլիկ եկեղեցու դեպքում առաջին հերթին ֆրանսիական եւ նաեւ իտալական առաքելությունները։ Հիմա այսինքն այսպես թե այնպես, եթե մենք ասում ենք առաքելություն բառը, դա արդեն ենթադրում է կամ կրոնափոխություն, եթե ի վերջո դա նախատեսված է նաև ասենք մահմեդականների կամ այլ կրոնների շուրջ, կամ մեր դեպքում դավանափոխություն, կամ մեր դեպքում դավանափոխություն, ի սկզբանե գերմանական առաքելությունների մի քանիսը հիմնվել էին հենց կրոնափոխության նպատակով, բայց իրենք ձախողեցին հիմնական մահմեդականների շրջանում իրենց գործունեությունը, քրիստոնյաների նկատմամբ ավելի հեշտ էր, ավելի պակաս ագրեսիվ էին, պակաս ընդվզում էին, նաև հալածված էին եւ դրանով իսկ կարիք ունեին օգնության աջակցության, դրա համար իրենք փոխվեց հենց գերմանականներից որոշները սկսեցին իրենց գործունեությունը ծավալել քրիստոնյաների շրջանում, այս դեպքում արդեն փորձելով տանել նրանց դեպի ասենք ավետարանականություն կամ գերմանական կաթոլիկ եկեղեցի։ Ինչ են արել հիմնականում, ինչով են աչքի ընկել, որովհետև տեսեք մեր մոտ նայեք գերմանացիների կերպարը բավականին պատմականորեն աղավաղվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հա, դրանից առաջ, երբ որ խոսում ենք ինչ-որ բարեգործական առաքելության մասին, հիմնականում Ամերիկան ենք նշում եւ ընդհանուր ասում ենք եվրոպական ինչ-որ, բայց հենց կոնկրետ Գերմանիայի մասին եւ գերմանացիների մասին շատ քիչ գիտենք։ Տեսեք, գերմանական առաքելությունները երբ սկսեցին հայերի շրջանում զբաղվել, իրենք մի տարբերություն ունեին ամերիկացիների, ամերիկյան կամ ֆրանսիական կամ մյուս առաքելությունների, իրենք սկսեցին զբաղվել հենց Համիդյան կոտորածների ժամանակ 1856 թվականից սկսած, կոտորածները դեռ չէին ավարտվել,
Եվ իրենք սկսեցին գործունեություն ծավալել այդ ժամանակ դա անգամ միսիոներություն բառը սկզբի համար այնքան էլ տեղին չէ մենք հաճախ օգտագործում ենք փրկարարական աշխատանքներ փրկել որփախնամ աշխատանքներ իհարկե թե սկզբնապես թե նաև ժամանակի ընթացքում գնալու ավելացան դավանաբանական նկարտումները բայց մենք այստեղ գործ ունենք ավելի շատ վերապրածներին առաջին հերթին փրկելու մասին դրա համար ասենք վառ օրինակներ կան նաև առաքելությունների հիմնադիրները երբ գալիս էին Գերմանիայից Օսման կայսրություն սկզբնական շրջանում հանդիպումներ էին ունենում Պոլսի հայ պատրիարքի հետ ստանում էին Պոլսի հայ պատրիարքի համաձայնությունը անգամ Պոլսի պատրիարքարանի հետ ասոցացվող թերթերն էին գրում այդ մասին կարծես բարի ճանապարհ մաղթելով ստանում էին նաև պատրիարքից Օսենք Օրմանյանից ստանում էին նաև պատրիարքից գրություններ ենթադրենք Խարբերթի կամ Մարաշի եպիսկոպոսներին որով իրենց մուտքը այդ շրջաններ ավելի հեշտ էր լինելու սկզբնական շրջանում նրանք պահում էին այդ սոլիդարնը պահում են այդ համերաշխությունը նաև հասկանում են որ առաջին հերթին խոսքը գնում է փրկելու մասին հետո ժամանակի ընթացքում առաջացան ավելի ավետարանականության ուղղված ավելի շատ ջանքեր բացվեցին ասենք ավետարանականացնողների, այսինքն քարոզիչների դպրոցներ տղամարդկանց 1913-ին բացեցին նաև կանանց համար նման դպրոց կամ քոլեջ գուցե մի քիչ ավելի բարձրագույն դպրոց անվանենք, բայց արդյունավետությունը շատ քիչ եղավ։ Նախ տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, բայց իրեն ու այդ քանի որ կոտորածներից հետո էին, այսինքն կարիքի մեջ էին հայերը, իրենք ավելի երբ որ քիչ թե շատ հանդարտվեց իրավիճակը, հայերի մի զգալի մասը, որոնք իրենց հետևորդներն էին կամ աստիճանաբար վտանգար դառնալու, իրենց մի զգալի մասը վերադարձավ հայ առաքելական եկեղեցուն։ Այդպիսի շատ օրինակներ կան իրենց զեկույցներում այդ դժգոհությամբ են նշում, որ մեզ վերադարձան իրենց հին եկեղեցուն։ Ես որքան հասկանում եմ նման միսիոներական առաքելությունները նաև ականատեսն են եղել հայոց ցեղասպանությամբ եւ հավանաբար իրենց արխիվներից մենք նաև օգտվում ենք ինչ-որ ինֆորմացիա քաղելու համար, հեչ ինչ հիշատակումներ կան, ինչեր են գրում։ Տեսեք, գրքում խոսվում է 6 ավետարանական եւ 1 կաթոլիկ առաքելության մասին, նաեւ նրանցից մի քանիսը արդեն իսկ տեղում էին, Օսման կայսրությունում էին, քանի որ Օսման կայսրությունը շատ մեծ էր, Զմիրնիայում էին, Երուսաղեմում էին, Բեյրութում էին, եւ վերջո դրանք բոլորը կայսրության քաղաքներ էին այդ ժամանակ բայց կային նաև առաքելություններ, որոնք հենց հիմնվեցին հենց այդ նպատակով, այսինքն մի առաքելություն ամենամեծը հետագայում հայերի համար կոչվեց Հայաստանի Օգնության Գերմանական միություն, հենց անունն էլ ասում այսինքն հիմնվեց 1896 թվականի հուլիսին, հենց հայ որբերին ու վերապրած հայ որբերին ու այրիներին փրկելու օգնելու համար Հայաստանի Օգնության Գերմանական միություն։ Իրենք չունեին բնականաբար այդ լուրերը, բայց կային շատ առաքելություններ, որոնք այո միջև այդ հիմնվել էին, կան վկայություններ, իսկ առաքելությունների արխիվները, ես բոլոր առաքելությունների արխիվները, թե այդտեղ նշվածները, թե նաև այլ առաքելությունների, թե նաև կաթոլիկ առաքելությունների, այո շատ են վկայություններ Համիդյան կոտորածների մասին, բնականաբար հետագայում նաև Կիլիկիայի կոտորածների մասին շատ սարսափելի մանրամասնություններով եւ նաեւ հայոց ցեղասպանության տարիներին շատ վկայություններ կան, որոնց մեծ մասը մեզ շատ քիչ է հայտնի, մեզ չնչին տոկոսն է մինչ այժմ հայտնի եղել նրանց վկայությունների, նաեւ սովորական իրենց անունների։ Ինչպես էր վերաբերմունքը։ Այսինքն, տեսեք, կարելի է վկայություն անել պարզապես ֆիքսել, որ այս երկրում ինչ-որ բան է տեղի ունենում։ Կարելի է ֆիքսել, կարծեմ, էլի գերմանացի չեմ հիշում, քաղաքական գործչի, թե ում վկայություններ, որ գրել էր, այնքան էլ շատ չէր սիրում հայերին, բայց անգամ նա գրել էր, որ այն ինչ որ ես տեսնում եմ մարդկային չի, էլի, ճիշտ չի։ Հիմա վերաբերմունք կա այդ վկայությունների մեջ, որն է հիմնական։ Տեսեք, երբ 1896-ից հիմնական Համիդյան կոտորածների վերջին տարուց սկսեց արդեն Գերմանիայում այդ նախ ես մենք շատ հաճախ ասում ենք հայանպաստ, բայց ես ավելի շատ հենց գրքի վերնագրումներ գրել եմ, դա մարդասիրական ու քրիստոնյասիրական էր, որովհետև հոդվածների վերնագրերը հենց այդպես են հուշում, այսինքն տրապից։ Իսկ մենք իրանք մեզ նախ եւ առաջ դիտարկում են որպես քրիստոնյա։ Առնվազն սկզբնական շրջանում այդպես էր, Համիդյան կոտորածների ժամանակ, դա մասամբ նաև հասկանալի էր, մասամբ ավելի հեշտ էր քրիստոնյաների նկատմամբ հալածանքը ներկայացնել, քան հայերի, որոնց ասենք գուցե չգիտեին մարդիկ, որովհետև
այդպես են հոդվածները վերնագրված, ասենք քրիստոնեների ջարդը տրապիզոնում ենթադրենք կամ մարտիրոսությունները, այսինքն դավանափոխության դեմ, այսինքն որ մարդիկ չէին նահատակությունները քրիստոնյաների, այդպես, այսինքն մեծ մասը մենք տեսնում ենք։ Հետո արդեն մի քանի տարի հետո, երբ որ միսիոներները սկսեցին գնալ, այդ ժամանակ իրենք գնում էին, մենք գնում ենք, այսինքն Խարբերդի փոխարեն գնում ենք Հայաստան։ Դուք գրեթե չեք հանդիպի, ես գնում եմ Թուրքիա կամ Օսմանյան կայսրություն միսիոների զեկույցներում կամ անդադ նշում են կամ քաղաքը հիմնական հայերեն գրելաձևով, այսինքն Խարբերդ եւ ոչ թե Հարփուտ օրինակի համար կամ նշում էին ուղղակի գնում ենք Հայաստան։ Իսկ ինչու էին գնում Հայաստան։ Որն էր պատճառը։ Առաջին հերթին հենց մարդասիրություններ, որովհետև Իսկ տեղի հայերը դա անվանում էին Հայաստան, իրենք էլ կրկնում էին այդպես։ Իրենք քանի որ տեսեք միսիոներները որ գնում էին, իրենք ունեին կանոնադրության պես բան։ Առաջին տարին տվյալ քաղաք Օսմանյան կայսրության հայաշատ բնակավայրերի ընդհանրեն ժամանած միսիոները կամ միսիոներուհին պարտավոր է յուրացնել տեղի լեզուները եւ առաջին հերթին հայերեն։ Այսինքն իրենք մեկ տարի կարող են ոչինչ ծավալի աշխատանք, բայց պարտավոր են յուրացնել լեզուն։ Բնականաբար լեզվի յուրացումը բերում էր նաեւ դրական լիցքեր, դրական շփումներ հայ ժողովրդի հետ, նաև իրենք տեսնում են այդ մարդկանց տառապանքը, ինչերի շնորհիվ են ապրել, նաև շատ են նահատակությունների օրինակները, քահանաների նահատակությունները եւ դա ինքնաբերում էր բնականաբար համակրանքի հայ ժողովրդի նկատմամբ։ Ու իրենք իրենց դժվարությունները էլ գիտեին, մահմեդականների շրջանում իրենց առաքելությունները ոչ միայն չէին հաջողել, շատ միսիոներներ ուղղակի սպանվել էին մահմեդականների կողմից, նաև դրա այդ էր պատճառը, որ իրենք դադարեցրեցին գրեթե մահմեդականների շրջանում կամ խիստ նվազեցրեցին առնվազն գործունեությունը։ Հայոց ցեղասպանության տարիներին այդ վկայությունները շատ ավելի շատ են։ Այստեղ մենք ունենք, դուք նշեցիք գերմանացիների նկատմամբ վատսական վերաբերում կամ գերմանացիները նաև հայերի, ձեր օրինակը լրիվ տեղին է։ Դա փաստացի, այսինքն դա հայոց ցեղասպանության հիմնական նախադասությունը կարելի ասել, եթե ճակերների մեջ ասենք ռեալ պոլիտիկը, երբ Գերմանիայի դեսպանը Վանգենհայմը նամակ է գրում, Վանգենհայմը իդեպ նաև թուրքասեր էր, այսինքն թուրքամետ էր, նաև ի պաշտոն էր վերջո դեսպանն էր, դաշնակցության մեջ գտնվող, Օսմանյան կայսրության հետ ռազմական դաշինքի մեջ գտնվող երկրի դեսպանն էր, երկար չէր ընդունում եւ ի վերջո նամակ է գրում, կարծես թե այն տպավորությունն է, որ այս նպատակը թուրքերի այս ռասան ոչնչացնելն է իր կանցլերին, կանցլերն այդտեղից պատասխանում է կարևոր չէ թե հայերը կոչնչանան թե ոչ, կարևորը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է։ Հիմա մենք ունենք սա, այսինքն պետական, դիվանագիտական, ռազմական, նաև տնտեսական մի կողմ Գերմանիա եւ ունենք մյուս կողմում միսիոներական մարդասիրական շարժում, որի միսիոներները լինելով գերմանացի պարտավոր են որպես հայրենասիրություն հետևել իրենց երկրին, որը բայց Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, մյուս կողմում ունեն իրենք քրիստոնեական արժեքներ, իրենց որբերը, իրենց մեծացրած սաները, որոնք դատապարտված էին մահվան։ Եթե ուղարկում էին բանակ, եթե զորակոչվում էին, որտեղ 15-16 տարեկանում էին արդեն զորակոչում բանակ, կամ վերցնում տանում էին եւ սպանելու նպատակով։ Այսինքն իրենք պիտի այսպես ընտրություն կատարեին հայրենասիրության, իրենց պատրիոտիզմի եւ մարդասիրության կամ քրիստոնեական արժեքների միջև։ 2-3 բացառությամբ հիմնական իրենք պահեցին այդ գթասրտության քրիստոնեական արժեքները ի հակադրություն իրենք փորձեցին հայրենիքին բարձր դավաճանության մասին չի խոսք գնում, բայց նախապատվությունը հիմնականում տրվել է քրիստոնեական արժեքներին, մարդասիրությանը։ Օսմանյան կայսրությունը բավականին իսլամամետ, հա, այսպես ասենք, իսլամական կենտրոն էր ինքը նախ եւ առաջ, հա, բոլորս գիտենք, որ քրիստոնյաները առհասարակ հիմա ընդունված է խոսակցական լեզվով ասել երկրորդ սորտի մարդ, հա, այսինքն երկրորդ կարգավիճակի մարդիկ էին։ Ինչ գործ ունեն այսքան առաքելությունները Օսմանյան կայսրությունը, այսինքն ազատ ելումուտը թույլատրվում էր այդուհանդերձ։ Չէ, ազատ ելումուտը այդքան հեշտ չեն ձեռք բերել այդ ազատ ելումուտն իրենք, որովհետեւ երբ որ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ, ամեն անգամ ամեն թուլացմամբ եվրոպական երկրները ամեն որոշակի օգնություն առաջարկելով իրենք նաև որոշակի կախվածության մեջ են գցում Օսմանյան կայսրությանը 17-18-րդ դարում ավելի շուտ, բայց գնալով այդ կախվածությունը մեծանում էր եւ ամեն կախվածության մեծանալու հետ, այսինքն տնտեսական կախվածություն, նաև ֆինանսական, այլ քաղաքական
իրենք նաև ամեն պայմանագրում, ամեն հարաբերությունների ավելացման մեջ իրենք տեղ էին մեծացնում նաև իրենց առաքելությունների համար։ Այսինքն ընդհանուր կաթոլիկ առաքելություններն էին Հռոմի Պապի աջակցությունը գլխավոր եւ ամեն անգամ ընդլայնում էին իրենց ոտքի տեղը Օսմանյան կայսրությունում։ Աբդուլհամիդը հատկապես բացասական թշնամական վերաբերմունք ուներ Օսմանյան կայսրության ընդհանրապես առաքելությունների նկատմամբ եւ մի պարզ եւ առաքելություններին համարում էր Օսմանյան կայսրությունում ճարիքի գլխավոր պատճառներից մեկը, որովհետեւ ի վերջո առաքելությունների դպրոցներում մարդիկ կրթվում էին։ Իսկ կրթված մարդիկ ուզում են անկախություն, կրթված մարդիկ ուզում են ազատություն, ուզում են իրավունքներ։ Իրենք դրա նաև առաքելություններ էին համարում փոքր քրիստոնյա ազգերի ազատությունների ձգտման կամ իրավունքների հավասարության ձգտման պատճառներից մեկը։ Շատ լավ, հայ պատմագիտության տեսակետից եթե նայենք, նման ուսումնասիրությունները, որ դուք այսքան գործ եք արել, վերհանել եք, առանձնացրել եք, սա ինչ է տալիս մեզ, սա հերթական ինչ որ հայացք է նրան, թե ինչ է տեղի ունեցել, ինչ որ էջը հիմա շատ ընդունված է, չէ, պատմությունը կարծես շերտ առ շերտ նայելու, փոքրիկ պատմության գծեր ընդհանուր պատմական կոնտեքստի մեջ։ Սա ինչ գիծ է, սա ինչ շերտ է, որ դուք եք ձեր։ Տեսեք, այո, պատմությունը դուք ճիշտ եք, մակրոպատմություններից վերջին տարիներին գուցե 1-2-11-ին ավելի շատ գնում է դեպի միկրոպատմություններ, որովհետև դա ավելի կենթանի է դարձնում պատմությունը եւ ավելի հեշտ, որովհետև ժամանակին մենք շատ մեծ թեմաներ ենք վերցնում, ստիպված վերջում փոքրացնում ենք, որովհետև պարզվում էր 700 էջ է պետք գրել, այս նախ առաջին հերթին ինչ եմ իմ համար այս գիրքը եկամ որտեղ է այս գրքի ներդրումը, առաջին հերթին ես կարողացել եմ դասակարգել բոլոր առաքելությունները կարծես դարակներով ըստ առաքելությունների անվանումների, իրենց գործունեության վայրերի, իրենց գործունեության տեսակների եւ ամեն առաքելության վերջում ես նշել եմ իրենց դավանափոխության ուղղված ջանքերն ու դրա հաջողությունները։ Սովորաբար մենք կամ ձեր իսկ վերադառնում են առաջի թեմային, մենք կամ իրենց շատ գովել ենք, փառաբանել ենք, խուսափելով դավանափոխության թեման, կամ հակառակ իրենք ներկայացրել են բացառապես դավանափոխման նպատակով եկած կազմակերպություններ։ Ես ամեն ներկայացնում եմ որփախնամություն, այրիախնամություն, եթե բժշկական առաքելությունները, արհեստների ուսուցանումը, կրթությունը, բոլոր առանձին անդրադարձան գործունեության ճյուղերին, վերջում բոլոր առաքելության վերջում կա դավանափոխությանը կամ ավետարանականության ուղղված ջանքերը եւ դրանց հաջողությունները կամ ինչու չեղան այդ հաջողությունները, որովհետեւ հիմնական դրանք անհաջող ստացվեցին, դրա հիմնավորները կա։ Առաջին հերթին այդ դասավորվածությունը, որովհետեւ երբ որ ես սկսում էի գրել իմ ատենախոսությունը դեռ հանդիպում էին անուններ, վայրեր, որտեղ դու չես հասկանում, թե այդ առաքելությունը որտեղ է, ընդհանրապես եղել է նման բան, թե չէ։ Այստեղ ներկայացված 3-4 առաքելության մասին դուք անհնար է գտնեք որևէ հետազոտական գրականություն, հայերի համատեքստում, առավել եւս հայերենով, այսինքն դուք գերմաներեն կամ անգլերեն չեք գտնելու, ենթադրենք շնելերյան կամ որփանոցի կամ Կայզերսվերթի գթության քույրերի կամ սիրիական որփանոցի կամ մեկ այլ Երուսաղեմի միության պատմության մեջ ուղղակի չեք գտնելու որևէ հետազոտական գրականություն որևէ լեզվով։ Ուղղակի չեք գտնելու, որովհետև այդ 3-4 առաքելությունները 3-4 առաքելությունները նյութերը բացառապես ժամանակի մամուլ են իրենց եւ իրենց արխիվներից վերցված նյութեր են։ Չկա հետազոտական գրականություն գոյություն չունի։ Մենք միջև հիմա մեր հիմնական տեղեկությունները եղել են Գերազանցապես Յոհաննես Լեպսուսի առաքելության վերաբերյալ Իսկ աշխատանքների ընթացքում տպավորություններ, որ անուններ կան, բայց չես հասկանում, թե որում է պատկանում։ Հա։ Եվ նաև սա, եթե բավական համակարգված, այո, շատ համակարգված իմ կարծիքով, եւ իմ համար նաև սա, եթե մի քիչ գիտությունը մի քիչ նաև կենթանի լեզվի վերածենք, նաև երախտիկի խոսք է մարդկանց, որոնք այդքան ջանք դրեցին, բայց անհայտ են մնացել մինչև հիմա ու հարյուրավորներ են այդպիսի Եթե ասենք մենք անդադ խոսում ենք, իդեպ Օսմանյան ցեղասպանության տարին չի եղել որևէ այլ առաքելություն, բոլոր առաքելությունները եղել են գերմանական։ Շվեյցարացիները, սկանդինավցիները գործել են գերմանական առաքելությունների կազմում,
որովհետև Գերմանիան էր դաշնակից եւ իրանք կարող էին դա անել։ Ամերիկյանները միջև Ամերիկայի պատերազմի մեջ մտնել են քիչ թե գործում, իրենք պատերազմի մեջ մտնելուց հետո ստիպված էին հեռանալ։ Մենք խոսում ենք գերմանական առաքելությունների մասին, բայց մենք չգիտենք որևէ գերմանացի միսիոներ անում։ Բացի Լեպսուսից մենք ոչ մի անուն չգիտենք։ Հա, չգիտենք։ Ես ուզում եմ մի այսպիսի գրքից դուրս, հա, քանի որ պատմաբան եք ժամանակի մեջ հարթամ, հատկապես այդ պատերազմների եւ սրացումների ժամանակ մարդասիրության կարիքը շատ ավելի շատ է զգացվում, բայց նաեւ շատ ավելի քիչ է հետո երևում արված գործը, որովհետեւ ուղղակի գործը շատ է, հա, ինչքան էլ անես, մեկը չի երևալու։ Կա ձեզ մոտ արդյոք զգացողություն, որ այս պահին, եթե վերցնենք վերջին 100 տարվա, հա, մեր կտրվածքը 150 տարվա կտրվածքով, մի տեսակ մարդասիրական առաքելությունների գնահատումն է ընկել առհասարական ողջ աշխարհով։ Կարծես թե իմաստ չկա, դա ավելի շատ քաղաքական ձևով ներկայացնել, մարդասիրության վերաբերյալ ինչ-որ տարբեր հումորներ անել, չհավատալ դրան, ինչ-որ ընդհանուր, հա, քաղաքակրթական նման վերաբերմունք է սկսում առաջանալ։ Տեսեք, ես մի քիչ ավելի վատ զգացողություն ունեմ, մի քիչ անշնորհակալության մոտեցող։ Հա։ Ես մի քանի օր առաջ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ մենք ուրիշներից սպասում ենք մարդասիրություն, բայց մենք մարդասիրություն մեր իսկ ազգի ներկայացուցիչների նկատմամբ հաճախ չենք դրսևորում։ Այսինքն մենք ունենք հիմա էլ մարդասիրության խեղճ կարիք եւ սկսում ենք ձեռք առնել ձեր ասած հումորը ուղղակի կործանում է ամեն ինչ։ Եվ հումորի իմ համար շատ ցավալի է, որ կան մարդիկ, որոնց հումորը հաջողված է, իրենք կարող են շատ ոլորտներում անել, բայց այդ մարդկանց թիվը իմ կարծիքով շատ քիչ է իրականում։ Բայց քանի որ դա մոդա է, քանի որ բերում է համակրանք, քանի որ դա ոչ մեկին չի ցավեցնում, բոլորը սկսում են հումոր անել։ Լինի on-line հարթակում, լինի եթերում, լինի եւ դրանով արժեզրկել ու սովորական դարձնել, առօրյա դարձնել լուրջ խնդիրները։ Հիմա եթե վերցնենք, ես ինձ հարցնում էի, ինչի ենք մենք հայերս պակաս, ասենք մարդասեր 100,000 Արցախից եկած մարդկանց նկատմամբ, բայց ակնկալում էինք 100,000 մարդու փրկություն հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից երկրի քաղաքացիների կողմից։ Այսինքն ես երևի սպասում ենք, որ ուրիշներն անեն դա։ Հիմա ես ունում եմ նաև երբեմն հանդիպումներ այս միսիոներների սերունդների հետ, այսինքն ես տանում եմ իրենց ժառանգության կամ գրքույկների մի քանիսը ունեմ նվեր ստացած, նաև հետագայում դրանց վրա ուզում եմ բաներ գրել, նաև որբերի ժառանգներն են նկարներ ուղարկում, կամ գտնում ենք որբերի կորած ժառանգների ինչ որ մի հետնորդի, վերջերս այսպեսի մեկին գտանք դեռ Համիդյան 1897-ից Գերմանիա բերված եւ հետո հիմա Մոնրեալում մենք գտանք իր աղջկան, այսինքն այդպիսի պատմություններ շատ են, ուղղակի գտնելը եւ մարդասիրություն դրսևորելը պահանջում է ջանք, նաեւ գումար, այլ որպեսզի դու հնդրտուկներ անես։ Երևի մենք չենք ուզում ջանքնել, ուզում ենք ուղղակի լինեն գեղեցիկ պատմություններ, որ այդ գեղեցիկ պատմությունները մի կարճ գեղեցիկ ներկայացնենք, դրանով որոշ ժողովրդականություն ձեռք բերենք, որովհետեւ պատուղը ներկայացնել հեշտ է, բայց միջև պատղին գնալը շատ դժվար է։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ խոսում ենք մարդասիրությունից, խոսում ենք միսիոներական առաքելություններից, մասնավորապես գերմանական միսիոներական առաքելությունների մասին, մեր հյուրներ Յոհաննես Լեպսուսի տուն արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։